Նորը մի հատ ներողություն որ տեսել եմ մայր, կին, տեսնեն նայում ես նորմալ, փողոցով քայլում է իր մտքերով, այս հոգեվիճակի մեջ տանջված, գնում է, երբ որ լրագրողը մոտենում է, ինչ կասեք Նիկոլի մասին, ու մայրը, կինը, հայ կինը, այսօր այդ իրանն ասում ինքը նորմալ քֆուրը մինչև վերջ տալիս է։ Չես տեսել։ Այսօր եմ տեսել։ Ու հայ կինը, արա հայմերը ինքը թքած ունի արդեն։ Արա այսօր բերիկ հայ կնոջը հասցրեցիք ժողովուրդ։ Այսօր էդի մայրը, իսկ մեր համար ուրիշ պլանկա էր։ Ես այդ կնոջը ոչ ասի վայ հայ, արա ես անես ցավ ապրեցի, ես ոնց կարելի է հրսրանց վերաբերում 75 տարեկան կնոջը տանել 2 օր պարել բաժնում, են լենականցի։ Բաժնում չէ, բանտում, ձերբակալվածների պահման վայր։ Դա։ Ես այնօրն էլ ասեցի, ես անես կուզենամ այդ ոստիկաններին, ովքեր այդ կնոջ ձեռքից բռնետ արեն, անես կուզենայի, բայց կոպիտ չի անի, իր մորն էլ թևից բռնետ տնա, ինքը ոնց կապրեր։ Արա, այսինչ ես էլի եմ ասում, բայց պիտի կրկնեմ, ես տեսել եմ մեր քաղաքապետին ոնց է ինքը ոստիկաններին հրավիրում ներս։ Են բլտոցները որ եղավ մի հատ ոստիկանները թող այդ ինչ վեր արդեն ոստիկանները թողել են ձեր հետ այտենց խոսան լուրջ եմ ասում ես ինչ օրի ենք ասում ես չեմ կարողանում Լևոն ջան ինչի մասն է խոսքը երբ որ դիմելաձև լինի պետք է կիրթ լինենք արա եթե իմ ղեկավարը քաղաքից տերը մթում եթե ոստիկաններին տենց է հրավիրում Եթե զոհված մեր հերոսների ծնողներին երրաբլուրում գցում են գետնին քաշքշում են դրանից այնյան մենք ինչ կարանք ակնկալել դրանից այն կողմ սրբապղծություն կա Աննա Հակոբյանը զոհվածի ծնողներին ոնց ասում որ ոնց կարողանան այդ իրանց ցավը տանեն ու վերջում արգումենտ է բերում ժողովուրդ մի հատ եկեք մի հատ կենտրոնանք մեր ղեկավարն ու առաջի տիկինը խենթանալու բան է ես ինչ են խոսում ես ոնց են խոսում այդ ինչ մակարդակ է լուրջ եմ ասում այսօր այդ մեր վիբրն է դա մեր ընտրությունն է ժողովուրդ մի հատ եկեք նայեք կողքից ունենք փառք ասել 7 տարի ունենք հնարավորություն կողքից նայեք ում ենք ընտրել մենք պետք է ամաչեինք մենք պետք է նեղվեինք ախպեր բառը ներողություն չէ հանգիստ ես առողջություն շնորհակալ իմ ասածի վրա Ես ճիշտ եմ խոսում։ Առաջ անգամ եմ փրոշտում եթերում։ Այսքան վաղ ոչ մեկ երկար չէր խոս, ճիշտ բան չէր ասել։ Հիմնականում հազում է, էլի։ Դա ես նաև այսօր պիտի սկսենք կրթություն։ Վաղ։ Օ, ես ինչ փրոշտոց եկավ, այ քեզ բան։ Այսօր կրթության հերն են անեցել։ Ժողովուրդ ասում են բաներ Իրանք են էլի հիմա կրթությունը, չէ՞, կրթվել են օրաձևը բան։ Այո, այսօր գիտության հերն են անեցել։ Ժողովուրդ այս ազգը մտածող ազգ է, այս ազգը վաղուց կարող էր իր զենքներ ունենալ, իր զենքի գործարաններ ունենալ, կարող է շատ-շատերը հիմա դա պրեմիսի բան եմ ասում, չէ, դա վաղը մի այսօր խելոք լիդերի դեպքում, խելոք ղեկավարի դեպքում մենք այդ ու դրսից կան մարդիկ, որոնք պատրաստ են ներդրում անեն այդ ասպարեզում ու կան փաստեր, որ ես գիտեմ, որ մեր ղեկավարությունը ասել է Պարզ պատճառով մեր ղեկավարությունը այսօր այսպես ասած մեր սփյուռքահային, մեր հայրենակիցներին արգելում է Հայաստան մտնել, որտեվ իրաց քննադատել են։ Այս բան երբ է եղել, երբևէ էս բան եղել է։ Այնքան բան եղավ, որ չերեղի խոսքի համար երբ են այսքան վաղ մարդ նստացրել որտեղ կամ քաղաքապետ ընտրվելու համար երբ էին նստացրել կամ որ ասես ստատիկին երբ էին տանում ԶՊՎ իդեպ այսօր տեսանյութ տարածվեց մեր ընկերը Ռուբենը Մելիքյան քան որ ինքն էր զբաղվում տատի պաշտպանությամբ տեսանյութ էր տարածել թե ինչ պայմաններում է տատին ապրում որ սարքել են այդպես բան չէ կոռուպցիաներ կաշառտվող էր ստացող էր ինչ էր մի խոսքով այդ պայմաններն էին ցույց տալի որում է տատին ապրում է այն որ բացարձակ այդ մեղադրանքի հետ աղերս չունեցող պայմաններ էր ու այնպիսի վիդեո էր որ այսօր նույնիսկ մեր համախոհներից մեր ընկերներից Վահանին ցանգեց ասաց պետքա Ռուբենի հետ խոսենք հասկանանք եթե տատին ինչ որ աջակցության հարց կա օրինակ ինքը պատրաստ է աջակցել մենք էլ ես իրան ասեցի անձնական մեր խոսակցության ժամանակ որ Ռուբենից Մելիքյան կճշտեմ հասկանանք տատին որտեղ որ պատմում է տատին արա բրասլետել են չէ՞ ոնց որ բրասլետը հիմա ոտնի խփետ ռացիան տվել են ձեր ասել են տատի գնա մի նայեք մեր մեջ մարդը սպանել են ժողովուրդ Արա ես ուզում եմ այդ ոստիկաններին որ ասենք նստելա ու այդ կնոջ հետ իրանից հարցը ես ուզում եմ հասկանամ ինքը ինչ է մտածել ինքը չգիտեմ
Այնքան կարևոր կտոր է այս բարոյական հարցադրումները։ Ես միշտ այդ մտածում եմ։ Լուրջ եմ ասում, դա ահավոր է, ես չեմ կարող, այսուր ենք գնացել, այսուր ենք հասել։ Նույնիսկ մենք արդեն մենք մեզ հետ գալու ճանապարհ չենք թողել։ Ասենք սա մեր հետևում վառել ենք, չէ, ժողովուրդ, խնդրում եմ, էլի եմ կրկնում, եկեք արթնանանք, էլի արդեն բերանսը ծռվեց, ոնց որ կարող է ինսուլտ ստանամ։ Սենց ներ ես իմոց երևի ձեր բանից է, որ ես չեմ կարողանում հիմա մտքերս դասավորեմ, իմոց նիպանյատի ներվ սկսվեց, այսպես բան եկավ։ Այսօր մարդը ամենակարևորը ամենաթանկմանն է դարել։ Այսօր մեր մեջ մի հատ նոր օրգան է ստեղծել, որը ժամանակն է պարկենք ազգովի, օպերացիա անենք ու հանենք գցենք այն կողմ։ Պարազիտ է, էլի։ Ահա, ու այդ օրգանը արդեն ինքը քանի գնում մեծանում է։ Այսօր իմ շատ սիրելի վարչապետը ժողովուրդ ես այն օրը անալիզ եմ անում, ասում լավ, իրանք անես մտածված, անես ճիշտ ուղու վրա են, լուրջ եմ ասում։ Իրանք հասկացել են այս ժողովրդի հոգեբանությունը ու մեզ էլ նորմալ օգտագործում են։